շատ վատ եմ ընձիզում, որ իմ սիրում քաղաքստեն ջարդվել է, ես։ Հունիսի 15-ին րոպեների ընթացքում սարսափելի աղետը արտակարգ իրավիճակ ստեղծեց Ապարան համայնքում։ Մի քանի րոպե տևած պտտահողմը անչափելի վնասներ է հասցրել համայնքին։ Անուշավան Հովսեփյանի տունը, ավտոտնակը, խանութը ամբողջն ավերվել են։ Ինչ չափի վնաս է կրել դուք օրինակ։ Երևի մի քանի 11 միլիոն։ Նկարածով աղագին ապրանքը ջարդվել էլի, մենակ կամպյուտերներն է վնասվել, ապրանքները, ֆոլկաները, պատուհանները սա ջարդվել է։ Շատ է վնասը, մեծ է։ Սենց չեմ կարող բանավոր ասել, էլի, այդ ուղղակի մոտավոր պատկերացումով։ Կարող է 50 միլիոն լինի, կարող է 70, կարող է 40, չգիտեմ, բայց որ հաստատ մեծ է, հաստատ է։ Անիկ ընդհանրապես չկա, ոչ մի դիտվի։ Ոստեր չկա, դոմը չկա, ավտոտնակը չկա, ոչ մի բան չկա։ Տարել է լավ։ Իսկ ապրանքները լավ չացել։ Բան չեղել, նկարներ ունենք, սենց արդեն հավաքել ենք, դել են։ Ինչ որ գարանք ցույց տանք նկարներով։ Ամոս անտեջեր, վելա։ Ամբողջ վնասված է։ Վիկա որ ես չեմ նկարել, երեխեք են նկարել, շատ վնասը։ Անուշավան Հովսեփյանը տուժածներից մեկն է։ Այդպիսի 20 խանութ է ավերվել ուժեղ քամուց, 140 բնակելի տան, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպության տանիք է օդ բարձրացել, 34 ավտոմեքենա ջարդվել է, 200 ծառ տապալվել, 60 էլեկտրական սյուն ու փողոցային լուսավորության 50 սյուն է գետնվել, 15 արևային տանիք է ավերվել։ Մերաբարան աշկրը։ Ով աչքով տվեց։ Հա։ Ով աչքով տվեց։ Բայց այդ տարներ կասերես ինչ ապարանես, ինչ ծաղկելա ծաղկե։ Ով է աչքով տվել, ապարանցիները չգիտեն, բայց համայնքի ղեկավարը աղետից անմիջապես հետո խոստացել էր, մինչև չավարտենք տուն չենք գնալու։ Աշխատանքները շարունակվում են խիստ ռեժիմով։ Մտնելով ապարան կարող եք բոլորդ էլ տեսնել այդ ավերածություններից ոչինչ չի մնացել, ամբողջ գիշեր մաքրեցին, լվացին, հավաքեցին, երկու գիշեր առաջի հաջորդ օրն արդեն փողոցները մաքուր, ճանապարհները բաց, ոչ մի թափված, ոչ մի կոտրած շիֆր, ոչ մի ծառ փողոցներում չկար, ամբողջ գիշեր մաքրել են, լվացել են, համայնքը ու համայնքապետը այս անհնար է, այսքան բան անելու։ Ամենատարբեր հաշվարկներով ապարանում աղետի վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ դրամը։ Առայժմ ապարանի համայնքապետը իր սեփական միջոցներով է վերացնում առաջնահերթ խնդիրները։ Տուժած բնակիչները սակայն սպասում են կառավարության կոնկրետ աջակցությանը։ Կարգին քաղաք սարքեց մեր քաղաքը, մեր Եղազարյանը, ցավը տանեմ իրա։ Բայց այսօր տես ինչ վիճակում է, ինչ կարա անի այդ մարդը, եթե կառավարությունը չօգնի, թող կառավարությունը անի, օգնի անպայման։ Աղետից 48 ժամ հետո ապարանում հետքերը վերացնելուն զուգահեռ սկսել են զբաղվել նաև քաղաքի առօրյա աշխատանքներով։ Ես մի բան ասեմ, ձեզ մենք քաղաքապետ ունենք, աշխարհը չունի մի հատ Եղազարյան Կարեն ունենք, որ ամբողջ գիշեր ինքը էլեկտրիկների եւ այս ամբողջ այս հավաքելը, մաքրելը, մասնակցելը ամեն ինչին, այս փողոցից վազում էր, այն փողոց, այն փողոցից վազում էր, այն փողոց։